Ինչ վիճակագրական տվյալներ ունենք եւ ինչպիսին է իրավիճակը այլ երկրների հետ համեմատած այդ իմաստով։ Հայաստանում իդեպ դեռ ամբողջական վիճակագրություն չունենք ցավոք, բայց ես ինքս փորձեցի իմ պրակտիկ շրջանակներում պրակտիկայի հավաքել որոշակի ինֆորմացիա եւ 2007-ից 18 թվականների վիճակագրական 10 տարվա տվյալ հավաքագրեցի հավաստի աղբյուրներից, որտեղ որ ախտորոշվում էին բալիկները, գրանցում ունեին եւ այլն, այդ հավաստի տվյալներով մենք ունեցանք պատկեր, որտեղ նշվում էր, որ 10 տարվա ընթացքում 4 անգամ աճ էր գրանցվում։ Հետևաբար կարելի է զուգահեռ տանել, որ այդ պատկերը նաև Հայաստանի վրա է տարածվում։ Ամփոփիչ կարող եմ ասել, ոչ թե 36-1-ի հարաբերակցությունն է, միգուցե 100-ից 1-ը Հայաստանում, եթե այդպես նայենք, ինչպես ամբողջ աշխարհում են ընդհանրացված թիվ, որպես այդպեսին ընդունում, դա եւս շատ մեծ թիվ է։ Շատ մեծ, հետևաբար այս պարագայում ոչ մեկ այսպես ասած ապահովագրված չէ, որ կարող է առնչություն ունենալ այս խնդրի հետ եւ պետք չի խուսափել, ինչքան վաղ, այնքան լավ, այսպես ասեմ, որովհետեւ լինում են սիմպտոմներ, դժվարություններ, որոնք վաղ միջամտության շրջանակներում հաղթահարվում են եւ երեխան դուրս է գալիս այդ սպեկտր ասված ախտորոշման բազայից էլ նույնիսկ։ Դրա համար մինչև 5 տարեկանը առավել եւս պետք է զգոն շտապ լինել եւ չխուսափել մասնագիտական միջամտությունից, բայց նաեւ ճիշտ մասնագետների մոտ դիմել։